Եթերում լուրերի ժամն է, բարի երեկո։ Եվ այսպես Հայաստանը չի կիսում այն ընկալումը, թե երկրի սահմանադրության մեջ կարող է լինել որևէ դրույթ, որը մտահոգություն է առաջացնում Ադրբեջանի համար։ Արտգործնախարարն է պատասխանել ադրբեջանցի լրագրողի հարցին։ Արարատ Միրզոյանն ասել է, որ սահմանադրական դրույթների շուրջ քննարկումները դուրս են խաղաղության գործընթացի շրջանակից, այն որ կա խնդիր մայր օրենքի հետ ներհայաստանյան օրակարգ է։ Ուզում եմ շատ ուղիղ եւ անկեղծ պատասխանել ձեր հարցին, այսինքն ոչ թե ուղիղ պատասխանել ձեր հարցին, այլ ուղիղ եւ անկեղծ կիսվել մի տպավորությամբ, որը ունեցա, երբ դուք հարցը տալիս եք։ Ախ, ողջունում եմ ձեր մասնակցությունը այստեղ եւ հարց տալու հնարավորությունը, բայց անկեղծ ասեմ, ես կմտածեի, թե Երևանում գտնվող ադրբեջանական գործակալ ինֆորմացիոն գործակալության լրագրողը երևի այլ հարց կտար, չգիտեմ, այստեղ երևի դուք պարզ է, ինձնից ավելի լավ եք ձեր հայտակրությունների շրջանակը պատկերացնում, բայց ես կհարցնեի երևի մի բան, որը չէր լինի, օրինակ պաշտոնական Բաքվի խոսույթը կամ չգիտեմ թեմա, որը նաև ես հնարավորություն եմ ունենում քննարկելու կամ լսելու իմ ադրբեջանցի գործընկերների կողմից, դա հաստատ չէր լինի սահմանադրության վերաբերյալ, բայց կրկին այստեղ ես իմ շատ թյուր պատկերացումը գուցե ունեմ լրագրողական հետաքրքրությունների մասին, բայց քանի որ հարցել եք իհարկե անպատասխան չեմ թողնի, ուրեմն հնչեցվել է այս հարցը նաև հրապարակավ ադրբեջանցի պաշտոնյաների կողմից եւ մեր պատասխանը շատ միանշանակ է, մենք չենք կիսում ընկալումը, թե մեր սահմանադրության մեջ որևէ Ադրբեջանի համար մտահոգիչ որևէ դրույթ կա եւ հետեւաբար մենք չենք ընդունում սա որպես բանակցային օրակարգ եւ չենք բանակցում սրա շուրջ։ Ես նշեցի արդեն, խաղաղությունը հաստատված է, մի շարք ամենական հարցերի շուրջ համաձայնություններ ձեռք բերված են, հրապարակված է, ստորագրված է, բայց կան հարցեր նաև, որ երկու երկրները չեն համաձայնվում, հա։ Հիմա սա այդպիսի հարցերից մեկն է։ Մենք չունենք անգամ համաձայնությունների մասին, որ Հայաստանի սահմանադրությունը կամ Ադրբեջանի սահմանադրությունը, որը ըստ մեզ ենթադրում է որոշակի ակնարկներ կամ սպառնալիքներ Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ, մենք չունենք համաձայնություն, որ սա բանակցային օրակարգի մաս է, բանակցային օրակարգի հարց է եւ հետեւաբար մենք եւ Ադրբեջանը մեր հետագա հանդիպումները եւ կամ հետագա բանակցությունները նվիրենք այս թեմային։ Չկա այդպիսի բան։ Արձանագրել ենք, որ մենք այստեղ չունենք համաձայնություն։ Շատ լավ, ինչ անել ունեմ սրա հետ։ Ադրբեջանը ասում է, որ լավ, չեք կիսում ես մեր մոտեցումը, չեք համաձայն, շատ լավ, մենք էլ մեր կողմից չենք ստորագրում օրինակ բանը, կամ առաջ չենք գնում նախաստորագրված խաղաղության համաձայնագրով, հա, չէ՞ ավարտի չենք բերում այդ գործընթացը։ Դե մենք էլ ասում ենք իզուր եք այդպես անում, դա չարժի, եթե շատ երկարպատությունը համառոտ ասեն, բայց դե նայել իրենց դիրքորոշումն։ Հիմա ուրեմն այս կտորով համաձայնություն չկա։ Բայց այդ նույն խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը, որը տեղի ունեցավ Վաշինգտոնյան սամիթի լիդերների հանդիպման եւ իրենց կողմից հռչակագրի ստորագրման օրը կամ դրան զուգահեռ, այդ համաձայնագրի նախաստորագրումը նաեւ լրացնելով ղեկավարների կողմից ստորագրված հռչակագիրը ազդարարեցին կամ արձանագրեցին խաղաղության հաստատումը։ Այսինքն այն ինչ նպատակ ունի այդ մեծ հաշվով նպատակ ունի այդ համաձայնագիրը, այդ նպատակին նախաստորագրման հասել ենք եւ լիդերների հանդիպմամբ եւ հետագա հանդիպումներով կամ մինչ այդ ուրեմն եղած հանդիպումներով խաղաղությունը հաստատված է, մենք Հայաստանի եւ Ադրբեջանի ժողովուրդները վայելում ենք խաղաղությունը սահման եւ հələ տեսեք ինչեր են քննարկում ենք քաղաքացիությունների շփումներ, քննարկում ենք փոխադարձ այցելություններ էքսպերտների եւ լրագրողների, քննարկում ենք, չգիտեմ, սահմանին ինչ որ կոնտակտներ ժողովուրդների քաղաքացիների միջև եւ այլն, հուսամ, որ առաջիկա գործընթացները մեզ կբերեն նաեւ վերջնական ստորագրման եւ պարլամենտներում վավերացման
Մենք համենայն դեպս Հայաստանի Հանրապետության կողմից ունենք այդ քաղաքական կամքը, գնում ենք այդ ճանապարհով, չենք տրվում որևէ պրովոկատիվ ուրեմն բաների, ուղերձների կամ խոսակցությունների եւ էլի կրկին հուսամ, որ մենք առաջիկայում կունենանք նաեւ համաձայնագրի ստորագրում, հետո կունենանք համաձայնագրի վավերացում։ Ամեն դեպքում Ադրբեջանից հնչող հայտարարությունների շեշտադրման որոշակի փոփոխություն կա օգոստոսի 8-ից, բայց իհարկե չենք կարող ասել, որ չեն լինում հայտարարություններ, որոնք համարում ենք ապակառուցողական եւ վերջին հայտարարությունը դրանցից մեկն է։ Լրագրողների հետ զրույցում ազգային ժողովի փոխոսնակ Ռուբեն Ռուբինյանն է ասել, անդրադառնալով Ալիևի հայտարարություններին։ Ռուբինյանը շեշտել է, խաղաղությունն այն է, երբ ռուսական ծագման ցորենը երկաթուղով Ադրբեջանի տարածքով ներմուծվում է Հայաստան։ Նախ ամեն դեպքում Ադրբեջանից հնչող հայտարարությունների շեշտադրման որոշակի փոփոխություն տեսնում ենք օգոստոսի 8-ից։ Իհարկե չենք կարող ասել, որ չեն լինում հայտարարություններ, որոնք համարում ենք ապակառուցողական, այդ հայտարարությունը ձեր նշած դրանցից մեկն է։ Բայց մենք կարծում ենք, որ եւ ինչպես գրառմանս մեջ նշել եմ, եթե հետ գնանք տեղանունների իմաստով ամենևին մեզ համար ոչ շահեկան վիճակ չենք տեսնի, շատ շահեկան վիճակ կտեսնենք, բայց հետ գնալ պետք չի, պետք է գնալ առաջ։ Եվ դա է խաղաղության ամրապնդման եւ պահպանման ձևը։ Ես պետք է ասեմ, որ երեք մի քաղաքացի մի գրառում էր կատարել կամ մեկնաբանություններ կատարել մի գրառման տակ, ասում էր Ալիևը ասում է, որ քարտեզում Սևան չկա, գյոք է, դա է խաղաղությունը։ Մի կողմ թողնենք, որ քաղաքացին սխալ էր մեջ բերել, Ադրբեջանի նախագահ ասել էր, որ ցարական քարտեզներում Սևան չէր, գյոք չէր, ոչ թե այս պայմաններ խոսում, բայց դա մի կողմ։ Եվ ես նրան պատասխանեցի, որ ոչ, խաղաղությունն այն է, երբ որ ռուսական ծագման ցորենը երկաթուղով Ադրբեջանի տարածքով գալիս է, ներմուծվում է Հայաստան։ Եվ դա է խաղաղությունը, եւ դա հենց այն է, ինչ տեղի է ունեցել երեք էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հաստատեց, որ ռուսական ծագման ցորենը Ադրբեջանի տարածքով երկաթուղով ներմուծվում է Հայաստան։ Սա հասկանում եք ինչ, եւ սա ի հավելումն արդեն իսկ հայտարարված ղազախական ծագման ցորենի, որը կրկին Ադրբեջանի տարածքով երկաթուղով գալիս է Հայաստան։ Սա ես առանց չափազանցության եմ ասում, սա պատմական իրադարձություն է եւ այսպիսի բան վերջի անգամ եղել է 1991 կամ երևի 92 թվականին, այսինքն պատերազմի ակտիվ փուլից առաջ։ Երրորդ նախագահը խաղաղություն չի տեսնում։ Հակակոռուպցիոն դատարանի դիմաց Սերժ Սարգսյանն է պատասխանել լրագրողի դիտարկմանը, որ Ադրբեջանով ցորեն է հասնում Հայաստան, խոսվում է խաղաղության մասին։ Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է Սարգսյանի գործով դատական նիստը, որը նախատեսված չէր։ Նիստից հետո էլ լրագրողի դիտարկմանը, թե արդյոք պատրաստվում է նախագահը լքել երկիրը, Սերժ Սարգսյանն ասել է, որ եթե անգամ իմանար, որ իրեն մահապատժի են ենթարկելու, մնալու էր, քանի որ սա իր երկիրն է։ Ձեզ թվում է, թե ես նման եմ մարդով կարա փախչի։ Դա մեկնաբանություն է արդեն։ Դա մեկնաբանություն չէ, դուք ինքներդ պետք է իմ փոխարեն մեկնաբանեք։ Ես որտեղից եմ փախել, որ ստեղից փախնեմ։ Դրա համար ուզում եմ հասկանալ։ Ես ասեցի, որ նույնիսկ եթե ես վստահ լինեմ, որ Հայաստանի որևէ դատարան ինձ կդատապարտի մահապատժի, ես այս երկրից չեմ փախել, ես իմ երկիրն է, ես իրանց երկիրը չէ։ Իմ երկիրն է։ Ես իմ երկրից ուր պետք է փախչեմ։ Ինչ օպերատիվ տվյալներ։ Այդ օպերատիվ տվյալներով ես արդեն փախած պետք է լինեի վաղուց։ Կոնկրետ Սերժ Սարգսյանի գործով ցանկացած դատավարություն, երբ որ դիտարկում ես պարզագույն էլեմենտար առումով, ակնհայտ է, որ պրոցեսներում եթե նույնիսկ կան էլ այսպես կոչված պաստավնոյ դեմքեր, որոնցից ցուցմունքներ են կորզել, դրանք կամ նախաքննական փուլում կամ դատական փուլում միանգամից ամբողջությամբ մեջ փլուզվում է։ Մի կողմից կան գործեր, որոնք անընդհատ կարվում են եւ համալրում են Սերժ Սարգսյանի դեմ քրեական գործերը, կան գործեր, որոնք օրինակ այսպես կոչված դիզելի գործեր, որով Սերժ Սարգսյանին արդարացրեցին, բայց այդ դատավորին, որ արդարացրել էր, նրա նկատմամբ կարգապահական ուժեր
կիրառեցին հետագայում համակարգից դուրս թողեցին, բայց դատախազությունը ունի դրանով չսահմանափակեց, նաև այդ գործն է բողոքարկում եւ այլն։ Այսինքն ցանկացած գործ, որը կարդում ես եւ փորձում ես հասկանալ թե ինչ կա դրա հիմքում, շատ ավելի հստակ է դարձնում դրա շինծու լինելը եւ այն ապօրությունների շղթան, որոնք դրսեւորում են ոչ միայն Սերժ Սարգսյանի, այլ մեր տարբեր այլ գործընկերների նկատմամբ։ Ում էին պատրաստվում գյուլել հայտնի ձայնագրությունում Բագրատ Սրբազանն ու շարժման մյուս մասնակիցները։ Քննչական կոմիտեի ղեկավարը հարցի պատասխանը չունի։ Արթուր Պողոսյանն ասել է, որ իրենք ընտրել են այն հատվածները, որտեղ ըստ իրենց գնահատման վարույթի համար ունեն նշանակություն ապացուցողական, նաև մեղադրանքը հիմնավորելու տեսանկյունից։ Ինչ վերաբերում է հարցին, ինչու էին մոնտաժել, Պողոսյանն ասել է, որ ամբողջական ձայնագրությունը դատարանում է եւ հույս ունի կհետազոտվի։ Նախ նշեմ, որ ընդհանրապես օպերատիվ հետախուզական միջոցառումները կոնկրետ անձանց վերաբերյալ երբ որ իրականացրել են, դա տևել է ամիսներ շարունակ։ Ամիսներ շարունակ։ Այս ընթացքում ամիսներ, օրինակ մարդիկ կենցաղային բնույթի խոսակցություններ ունենում, խոսում են, չգիտեմ, իրանց հարևանից, բարեկամից, խոսում են ճաշ սարքելու, չէ, կներեք միջև վերջ ավարտեմ, ինչև վերջ ավարտեմ։ Եվ չէին կարող այդ ամիսներ շարունակ տևած խոսակցությունը մենք ընտրել ենք այն հատվածները, այսինքն ընտրել ենք այն ձեզ հարմար տարբեր։ Դե հարմարը որն է, ընտրել ենք այն հատվածները, որոնք ըստ մեր խոսք գնում է Հայաստանի Հանրապետության Չէ, լսեք միջև թե մոնտաժված եւ այլ բաներ։ Այս հարցին լա չեմ ավարտել։ Ընտրել ենք այն հատվածները, որտեղ ըստ մեր գնահատմամբ քրեական վարույթի համար ունեն նշանակություն ապացուցողական տեսանկյունից եւ մեր մեղադրանք հիմնավորելու տեսանկյունից։ Հետեւաբար պարտավոր էինք ոչ թե պետք է հրապարակենք, պարտավոր էինք մոնտաժել եւ բայց դա չի նշանակում, որ ամբողջական ձայնագրությունը արկա չէ, ամբողջական ձայնագրությունը արկա է, ամբողջական ձայնագրությունը հիմա դատարանում է եւ հույս ունեմ, որ այդ կհետազոտվի։ Ինչ վերաբերում է այդ գյուլելու հետ կապված դրվագին, նոր այդ հարցին նոր դարձյալ եւս մեկ անգամ նշել Այդ հայտարարությունը սկզբից նշեցին, որ այդ հայտարարությունը իրենք չեն կատարել, հետո նշեցին, որ այդ հայտարարությունը կատարել են, հետո նշեցին, որ չգիտեմ այդ հայտարարությունը ուղղված չէր, չգիտեմ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ուղղված էր, չգիտեմ հիմա գիտեք ինչ, այնց հարցեր եք բարձրացնում, որ թե թիրախները ովքեր են գյուլելու թիրախները կամ երբ պետք է գյուլեին, կամ որ պատի տակին պետք է գյուլեին այդ մարդկանց, դա պետք է իրանք ասեն, թող ասեն Հրապարակային դատաքննությունը այդում թող ասեն ում պետք է գյուլեին։ Ես եղել եմ գյուլելու խոսակցություն, մենք այդ մասը հրապարակել ենք։ Հիմա ում պետք է գյուլեին, թող իրանք որոշեն ում պետք է գյուլեին։ Դատարանում կհետազոտվի բոլոր հարցերի պատասխանները կստանա, քանի որ գործով այլևս առնվազն այդ անջատված դրվագով, օրենքով մենք վարույթ իրականացնող մարմինը դատարանը կորոշի, որ պահին ապացույցների ինչ հաջորդականությամբ կհետազոտվի, եթե հարցեր մնան, խնդրեմ արդեն վարույթ իրականացնող մարմինը Հայաստանը կատարում է միջազգային պարտավորությունները բոլոր արբիտրաժային վեճերով, ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչը։ Կարեն Անդրեասյանն անդրադառնալով հարցին, թե հեծի մասով միջազգային արբիտրաժի որոշումը պարտադիր կատարման ենթակա էր, թե ոչ, նշել է, որ որևէ մանրամասն որևէ արբիտրաժային վեճերի մասին չի կարող հայտնել, ոչ թե որովհետև թաքցնում է, այլ դա արգելված է արբիտրաժային կանոններով։ Հրապարակային քննարկումն ինքնին վնասում է Հայաստանի շահերին այն արբիտրաժային ատյաններում, որտեղ մենք պայքարում ենք մեր բոլորի շահերը պաշտպանելու համար, ընդգծել է Անդրեասյանը։ Ես պարոն Դրմեյանի ոչ մի հայտարարություն չեմ տեսել, բայց կարող եմ ձեզ ասել, որ Հայաստանի Հանրապետությունը կատարում է իր բոլոր միջազգային պարտավորությունները, բոլոր արբիտրաժային վեճերով եւ մենք հիմա որևէ այլ մանրամասն, որևէ արբիտրաժային վեճի ձեզ չեն կարող հայտնել, ոչ թե որտեղ ես դա չեմ ուզում թաքցնում եմ, այլ դա արգելված է արբիտրաժային կանոններով։ Այս հրապարակային քննարկումը ինքնին վնասում է Հայաստանի շահերին այն արբիտրաժային ատյաններում, որտեղ մենք պայքարում ենք մեր բոլորի շահերը պաշտպանելու համար։ Եվ ես ձեզ ուղղակի ուզում եմ եւս մեկ անգամ հավաստիացնեմ, որ Հայաստանը լիարժեք կատարում է իր բոլոր իրավական պարտավորությունները բոլոր արբիտրաժների եւ բոլոր ատյանների հետ կապված։ Մնացածը, երբ որ կլինեն արբիտրաժային վերջնական վճիռները, դուք կտեսնեք, թե Հայաստանը կատարել, թե չի կատարել իր պարտավորությունները։
Հեցի եւ մնացած բոլոր գործերով Հայաստանը լիովին կատարում է իր միջազգային պարտավորությունները, այլ մանրամասներ այս պահին թույլ տվեք չասել, որովհետեւ ուղղակի արգելված է արբիտրաժի միջազգային կանոններով։ Առողջապահության համընդհանուր ապահովագրությունը կներդրվի 2026-ի հունվարից։ Այս թեմայով վարչապետն ու առողջապահության նախարարը քննարկում են ունեցել։ Մենք վերլուծել ենք Հայաստանում հիվանդացությունը, մարդիկ ինչից են ամենաշատը հիվանդանում, ինչից են հաշմանդամություն ձեռք բերում եւ մահացությունը ինչի հետ է կապված։ Այս հիվանդությունների շարքը առանձնացրել ենք եւ այդ հիվանդությունների բուժման մեջ էլ առանձնացրել ենք ամենաառաջնակարգ ծառայությունները, որոնք նախ կյանք փրկող են, մեզ զերծ են պահում հաշմանդամությունից, օգնում են, որ վաղ հայտնաբերենք, այսինքն մենք առաջին անգամ շեշտադրումը արդեն տանում ենք կանխարգելման, վաղ հայտնաբերման վրա, որպեսզի բուժումն էլ ծախսարդյունավետ լինի։ Եվ հաջորդիվ արդեն, ինչպես ասեցի, նաև նայել ենք, թե Հայաստանում արկա ծառայությունների ինչ շրջանակ ունենք, սարքավորումների, բուժանձնած կազմի առումով, եւ այս մեթոդաբանությամբ ձևավորել ենք հենց ապահովագրական փաթեթը։ Հիմա կներեք շահառուների խմբերին անդրադառնանք, որովհետեւ մենք ի սկզբանե ունենալու ենք շահառուների խմբեր, որոնց փաթեթների գինը վճարվելու է ուղիղ պետական բյուջեից եւ լինելու են շահառուներ, ովքեր մասամբ կամ ամբողջությամբ կվճարեն իրենք։ Նախ այդ սկզբունքն էլ ֆիքսենք, որ բոլորի համար փաթեթի արժեքը նույնն է, այսինքն փաթեթի արժեքը եւ բոլոր փաթեթը քաղաքացիները եւ բոլոր քաղաքացիների համար եւ փաթեթը եւ փաթեթի գինը նույնն է լինելու, արդեն տարբերություն լինելու է, թե ում համար ով է վճարում եւ ինչ չափով։ Այո։ Հիմա նաեւ հետեւյալը արձանագրենք, որ փաստորեն հունվարի 1-ից շահառուներ, որոնց համար ուղիղ պետական բյուջեից վճարվելու է, մինչեւ 18 տարեկանները, ճիշտ է։ 65 տարեկանից ավել 65 տարեկան եւ ավելներ, այսինքն լրացած անձը, 65 տարին լրացած անձը եւ ավել տարիք ունեցողները հաշմանդամության խմբերի հետ կապված եւ սոցիալական էլ ինչ շերտեր ունենք, որպեսզի 18-ից 65-ի մեջ ընկած տարիքային խմբերի մեջ հաշմանդամություն ունեցող առաջին, երկրորդ, երրորդ կարգի հաշմանդամություն։ Այո, մենք երրորդ կարգներ ենք ներառել եւ ֆունկցիոնալության գնահատման համակարգով խորը, ծանր, խորը եւ միջին գնահատման համակարգերը։ Սոցիալական անապահովության գնահատման համակարգով 28 բալից ավել ունեցող քաղաքացիները եւս այս 26 թվականի մեջ բոլոր անդամներ, երեխաները դեռ երեխաները 65-ից ավելը արդեն, եթե ասենք հաշմանդամություն ունեցող անձ կա արդեն, այսինքն ստացվում է, որ այդ համակարգը մեծ հավանականությամբ արդեն ուրիշ հոդվածներով արդեն ներառվում է։ Եվ մենք հենց դրա համար էլ ամենագլխավոր բազային ֆիլտրը վերցրել ենք տարիքը, որպեսզի նախ շատ պարզ լինի, որ խմբերն են, եւ այսպես ինչպես ասեցիք, մինչեւ 18 տարեկանը արդեն անկախ իր թե սոցիալական վիճակից, թե կարգավիճակից, հաշմանդամություն ունենալ չունենալուց, արդեն մեր համակարգի մաս է կազմելու։ Հիմա փաստորեն բացի նշված սոցիալական խմբերից շահառու են դառնում նաև 200,000 դրամից բարձր աշխատավարձ 200,000 դրամ եւ բարձր աշխատավարձ ստացող անձինք Շարունակենք ծափաթաղում սպանված 3-ամյա երեխայի քույրն ու եղբայրները ժամանակավորապես տեղափոխվել են Հայ օգնության ֆոնդի երեխաների պաշտպանության կենտրոն։ Այս մասին հայտնել են Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական հարցերի վարչությունից։ Որոշումը կայացվել է Ճամբարակի համայնքապետարանի խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովի նիստում։ Հիշեցնեմ, երեխայի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարվել է դիակի արտաքին քննություն։ Մարմնի գլխի շրջանում հայտնաբերվել են մարմնական վնասվածքներ։ Այժմ առաջարկում եմ ծանոթանալ աշխարհում կատարվող իրադարձություններին։
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը եւ մի շարք այլ եվրոպացի առաջնորդներ չեն մասնակցի Կոլումբիայում կայանալիք Եվրամիության, Լատինական Ամերիկայի եւ Կարիբյան ավազանի պետությունների միության գագաթնաժողովին, քանի որ չեն ցանկանում նյարդայնացնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։ Այս մասին հաղորդել է Bloomberg-ը։ Գործակալության տվյալներով Մերցը չի մասնակցի միջոցառմանը այլ պետությունների ղեկավարների ցածր մասնակցության պատճառով։ Մինչդեռ Եվրահանձնաժողովի ղեկավարը չի մասնակցի գագաթնաժողովին եվրոպական ներկայիս քաղաքական օրակարգի եւ այլ պետությունների ու կառավարությունների ղեկավարների ցածր մասնակցության պատճառով։ Հանդիպումը նախատեսված է նոյեմբերի 9-ից 10-ը Կոլումբիայի Սանտա Մարտա քաղաքում։ Հունգարիայի ներկայիս կառավարությունը թույլ չի տա Ուկրաինային միանալ Եվրամիությանը։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի եւ առևտրի նախարար Պետեր Սիարտոն, մեկնաբանելով Եվրահանձնաժողովի նոր զեկույցը Եվրամիության ընդլայնման վերաբերյալ եւ Բրյուսելի Կիևի հետ անդամակցության բանակցություններ սկսելու մտադրությունը մինչեւ 2025 թվականի վերջը։ Հունգարիայի կառավարությունը բազմիցս զգուշացրել է, որ թույլ չի տա Ուկրաինայի շտապողական անդամակցությունը Եվրամիությանը, քանի որ դա կքայքայի եվրոպական տնտեսությունը եւ կհանգեցնի Ռուսաստանի հետ ուղղակի զինված հակամարտության։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Եվրամիության փոխնախագահ Կայա Կալասը հայտարարել էր, որ մինչև 2030 թվականը Եվրամիությանը կարող են անդամակցել նոր երկրներ, այդ թվում Ալբանիան, Մոլդովան, Ուկրաինան եւ Չեռնոգորիան։ Ես շատ կարևոր ուղերձ ունեմ Վրաստանի քաղաքացիների համար, հատկապես այն պատճառով, որ նրանց կառավարությունը նրանց ասում է, որ երկիրը տանում է դեպի Եվրամիություն։ Վրաստանի իշխանություններին է դիմել Եվրամիության հանձնակատար Մարթա Կոսը։ Հարգելի Վրաստանի կառավարություն, դուք ձեր ժողովրդին չեք մոտեցնում Եվրամիությանը, այլ ավելի եք հեռացնում նրանց։ Եթե դուք իսկապես լուրջ եք վերաբերում Եվրամիության անդամակցությանը, ապա լսեք ձեր ժողովրդին եւ դադարեցրեք ընդդիմադիր առաջնորդներին, լրագրողներին եւ ձեզանից տարբերվող մարդկանց բանտարկելը։ Այդ դեպքում մենք կկարողանանք խոսել, հայտարարել է Մարթա Կոսը։ Եվրամիության արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչ Կայա Կալասն էլ իր հերթին հայտնել է, որ Վրաստանը միակ թեկնածու երկիրն է, որը հետընթաց է գրանցել իր եվրաինտեգրման գործընթացում։ Նրա խոսքով Վրաստանն այժմ համարվում է թեկնածու երկիր միայն անվանապես։ Սա արտացոլվում է նաև Եվրամիության ընդլայնման վերջին զեկույցում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երկրորդ ժամկետում անցկացված առաջին խոշոր ընտրությունների արդյունքներով դեմոկրատները լավ արդյունքներ են գրանցել, հաղթանակ տանելով Նյու Յորքում, Նյու Ջերսիում եւ Վիրջինիայում։ Վիրջինիայի նահանգապետ է ընտրվել 46-ամյա Էպիգեյլ Սփինբերգը, իսկ Նյու Ջերսիի նահանգապետ 53-ամյա Միքի Շերիլը, որոնք երկուսն էլ դեմոկրատական կուսակցության թեկնածուներ են։ Նյու Յորքի քաղաքապետի ընտրություններում հաղթանակ է տարել 34-ամյա դեմոկրատ սոցիալիստ Զոհրան Մամդանին, առաջ անցնելով անկախ թեկնածու Էնդրյու Կուոմոից եւ հանրապետական թեկնածու Քըրթիս Լիվայից։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ընտրություններից առաջ աջակցություն էր հայտնել Էնդրյուին, ինչպես նաև հայտարարել էր, որ Զոհրան Մամդանի հաղթանակի դեպքում կկրճատի Նյու Յորքի ֆինանսավորումը։ Նա նաև Մամդանիին անվանել էր կոմունիստ։ Մամդանիի հաղթանակի ելույթի ընթացքում Թրամփը գրառում է կատարել իր սոցիալական հարթակում նշելով. «Եվ ահա սկսվում է։ Մամդանին կդառնա Նյու Յորքի առաջին մուսուլման քաղաքապետը եւ այդ պաշտոնում առաջին հարավասիացին։ Սփենբերգը կդառնա Վիրջինիայի առաջին կին նահանգապետը, իսկ Շերիլը Նյու Ջերսիի առաջին կին դեմոկրատ նահանգապետը»։ UPS ավիաընկերության բեռնատար ինքնաթիռը ԱՄՆ Կենտուկիի նահանգում վթարի է ենթարկվել եւ այրվել, որի հետևանքով 7 մարդ է զոհվել, 11-ը վիրավորվել։ Միջադեպը տեղի է ունեցել Լուիզվիլի օդանավակայանից վերելքից կարճ ժամանակ անց։ Նշվում է, որ հրդեհը տարածվել է հարակից արդյունաբերական հատվածի մի քանի շենքերում, ինչի պատճառով ամբողջ գիշեր օդանավակայանի աշխատանքը դադարեցվել է։ Օդանավում գտնվում էր 3 հոգուց բաղկացած անձնակազմ, որոնք 3-ն էլ զոհվել են։ Մյուս զոհերը եւ վիրավորները գրանցվել են գետնին։ Վթարի պատճառները պարզվում են։ Արմինե Գևորգյան, Update լրատվական։ Շարունակվում է ապօրինի պահվող զենքսինը մթերքի հայտնաբերման ուղղված աշխատանքը, ոստիկանության տեսանյութը։
Ներքին գործերի նախարարության ոստիկանությունը շարունակում է պայքարը բնակչության մոտ ապօրինի պահվող զենգզինամթերքը հայտնաբերելու ուղղությամբ։ Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հոկտեմբերի 30-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ պատերազմից հետը բերած զենգզինամթերքը թողնում են ու Բարաշենի գերեզմանատան դարպասի մոտ։ Նշված վայրի զննությամբ հայտնաբերվել են Կալաշնիկովի 2 ինքնաձիգ, հակատանկային նռնակ, 2 ատրճանակ, 3 նռնակ պայթուցիչներով, երկփողանի 2 հրացան, ինքնաձիգի 3 պահեստատուփ, տարբեր տրամաչափի 381 փամփուշտ եւ հակաօդային պաշտպանության իգլա համակարգի բաղադրիչ մասեր։ Քրեական ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հոկտեմբերի 30-ին 911 ծառայություն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ նոր Երզնկա գյուղ տանող ավտոճանապարհին Սպիտակ պարկի մեջ թողել է զենգզինամթերք, հայտնաբերվել է Կալաշնիկովի 2 ինքնաձիգ, Մակարով տեսակի ատրճանակ լիցքավորված 4 փամփուշտով, 1 թմբուկավոր ատրճանակ, ինքնաձիգի 2 փամփշտատուփ, մարտական 4 նռնակ եւ 240 փամփուշտ։ Արդյունավետ էր նաև քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողների բացատրական աշխատանքը։ Հոկտեմբերի 30-ին Գեղարքունիքի մարզի ճգնաժամային կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Լճաշենի Բերդի տակ կոչվող հատվածում պատի տակ թողել է զենգզինամթերք։ Հայտնաբերվել է 2 պարկ, որոնց մեջ կար Կալաշնիկովի 2 ինքնաձիգ, որսորդական 1 հրացան, 2 ատրճանակ, մարտական 2 նռնակ, նռնակի 1 պայթուցիչ, ինքնաձիգի 3 պահեստատուփ, ընդհանուր 59 փամփուշտներով եւ տարբեր տրամաչափի 129 փամփուշտ։ Հոկտեմբերի 30-ին Լոռու մարզի 911 ծառայություն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ պատերազմից բերած զենգզինամթերքը թողել է Վանաձորում ու Ռենուտակ։ Լոռու քրեական ոստիկանները հայտնաբերել են Կալաշնիկովի 2 ինքնաձիգ, ակոսափող հրացան, մարտական 3 ատրճանակ, ինքնաձիգի 3 փամփշտատուփ, 4 նռնակ, նռնակի 3 պայթուցիչ, տարբեր տրամաչափի 113 փամփուշտ։ Նույն օրը նույն ծառայություն զանգահարած մի քաղաքացի էլ հայտնել է, որ պատերազմից բերած զենգզինամթերքը թողել է Գյումրի Հացիկ ճանապարհի Պարսպի վերջնամասում։ Շիրակի քրեական ոստիկանները հայտնաբերել են Կալաշնիկովի 1 ինքնաձիգ, 30 փամփուշտով լիցքավորված պահունակ, 5 նռնակ, 3 պայթուցիչով եւ փամփուշտներ։ Հոկտեմբերի 30-ին Վայոց ձորի մարզի ճգնաժամային կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ պատերազմից բերած զենգզինամթերքը թողել է Գետապ գյուղի վերջնամասում։ Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնից մեկնած խումբը հայտնաբերել է պոլիէթիլենային պարկ, որի մեջ կար որսորդական 1 հրացան եւ տարբեր տրամաչափի 31 փամփուշտ։ Հոկտեմբերի 30-ին Փրկարար ծառայության Տավուշի մարզային վարչություն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Իջևանում Չրչր կոչվող հայտնի տարածքում թողել է զենգզինամթերք։ Քրեական ոստիկանության Տավուշի մարզային վարչության ծառայողները հայտնաբերել են 1 ինքնաձիգ, 6 փամփուշտով լիցքավորված փամփշտատուփով, ականանետ, ակոսափող մարտական 2 հրազեն, 1 փողանի ողորկափող հրացան, ինքնաշեն հրացան, վառոդ, 1 նռնակ պայթուցիչով, ինքնաձիգի 6 փամփշտատուփ, 202 փամփուշտ եւ այլ զինամթերք։ Կրկին հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենգզինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից։ Եվ մինչև նոյեմբերի 8-ը ջերմաստիճանը բարձրանում է, վաղն էլ տեղումներ չեն սպասվում։ Այսքանը դուք դիտում եք Update լրատվականը, հիշեցնեմ վայրկյաններ անց հարցազրույցն է, բաց չթողնեք, իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, հաջողություն։